Հայոց ցեղասպանության տարելիցը դա մեզ կապող, մեկս մեկի հետ ինչ որ առումով շղթայող տարելից է, որովհետև դա ջրբաժանն է մեր ժողովրդի before and after, հա, ինչպես ասում են, որովհետև բոլորին ուրիշ ձև կարող է լինել հայի ճակատագիրը, հայ մարդու ճակատագիրը, Հայաստան պետության ճակատագիրը, բայց գիտեք, պատմությունը չունի եթե ժամանակաձևը, ուստի այսօր ձեզ հետ միասին բարձրաձայն մի քանի րոպե կմտորեմ։ Ես որ հեռուստատեսության եթերում էլ ասեցի, այս օրը շատ է խոսվում։ Ես այսօրը լռելու կողմնակիցն եմ եւ անկեղծ մտածում եմ անգամ միգուցե այսօր պետք չի եթեր անել ընդհանրապես ինչ նոր բան ես պիտի ասեմ հիմա։ Ինչ ես պիտի մտնեմ եթեր ու ասեմ մեր ադրեսով որ չի։ Okay, շփվենք իրար հետ։ Okay, շփվենք։ Ինչ որ հեռարձակում անմեկնաբանություններ կկարդամ, եթե կզանգարեք տաղավար սիրով շփվենք, բայց ես ապրիլի 24-ը իրոք հայտարարում եմ լռության օր եւ խորելու օր, որովհետեւ գոնե 111 տարին հայոց ցեղասպանությունից հետո եւ այն սերունդները, որ ապրեցին հեճուկս պատմական հրամայականի երթվեցին, որ ապրելու են, բազմանալու են, կարողացան հասնել պետության, կարողացան հասնել պետականության, կարողացան հասնել մայրաքաղաքի, դպրոցների, լավ կամ վատ պետականության, ղեկավարության, դատարանի, մի հատ համեմատենք դերձորի անապատներում ոտաբոբիկ քայլող եւ մահվան դատապարտված խեղճ ու գրակ հայ կնոջը, հայ տարեց մարդուն, որբ երեխային, մի հատ տեսեք ինչ կարգավիճակ էր եւ ընդամենը մի քանի տարի անց արդեն պետության ու պետականության մասին էր խոսվում։ Ես այսօր հեռուստատեսության եթերում լռության կոչեր անելով նաեւ մտորելու կոչ էի անում ու ասում էի մեր ապուպապերը, որոնք պետության ծնունդը չտեսան, նրանց ծնողներն անգամ պայքարում էին պետության համար եւ չտեսան, նրանց ծնողների ծնողները, ավակ հայրերը եւ այդպես մոտ 6-7 դար մեր ժողովուրդը պետություն չի տեսել։ Հասկանում եք, քանի սերունդ է անում, այսօր հաշվում էի 7, 8, 9, 10 սերունդ էի մոտավորապես հաշվում, գուցե եւ ավել։ Եվ այդքան սերունդ պետություն ու պետականություն երազելով, արդյոք այս կարգավիճակի պետության էր ձգտում, այս տեսակ բարոյական, սոցիալ-տնտեսական, իրավական եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչով համեմված պետություն էր ուզում տեսնել։ Ես չեմ ընդհանրացնում Քավլիցի, ես չեմ ընդհանրացնում, բայց երբ որ ես մի երևի 3 շաբաթը կամ 4 շաբաթ, մի ամիսը մեդիայով շատ ու շատ վայ ալիքներով, որոշ վատ մարդիկ, ովքեր մտավորականի համբավ են վայելում, ասում էին ծիծեռնակաբերդը քանդում են։ Կոկորտիլոսի արցունքներ էին թափում, ասելով, որ Էրդողանի պատվերն է սա ու այդ կադրերը կա։ Բայց այսօր հիմա այս պահին Երևանում երեկոյան 7:15 րոպեա, ձեզ մոտ առավոտյան 8:15 րոպեա։ Հիմա այս մարդիկ բա որ կոթողն են բարձրանում եւ խոնարհվում եւ ծաղիկ խոնարհում, եթե քանդում են անամոթ սրիկակեղտոտներ, բա դուք սրբություն ունեք։ Այն մեկը մտավորականա, մեկը ճարտարապետա, մեկը գիտնականա, մեկը քաղաքական գործիչա, մեկը բանաստեղծա, մյուսը կոմպոզիտորա, լավ, այդ քաններից մեջից մի հատ մեկը չկար որ ասեր, արա մի տենց բաներ ասեք։ Մի ասեք, որովհետև վերականգնվում է, որովհետև տեսնում ենք ինչա կատարվում։ Ինչա, դուք պատկերացնում եք մեր իրականության մեջ գտնվի մեկը, որ ծիծեռնակաբերդ ասեք տանում քանդեմ։ Ու դա բարձրաձայնի եթերում։ Սա համառոտ մտավորականության մասին ես 1000 անգամ եմ եթերում ասել, այս երկիրը քանդել են մտավորականները, ու ես նույն բանը ասում եմ։ Հիմնականում որոշ բացառություններ կան իհարկե, խոնարհումս, հարգանքս, սերս լավ մտավորականներին, որոնք շատ համեստության մեջ են, շատ փոքր թիվ են կազմում։ Հիմնականում այդ պոռոտախոս, զազրախոս, տարբեր հաղորդումների հյուր եւ էքսպերտ ներկայացող մտավորականները, իրանք են քանդել այս երկիրը։ Որոշ անուններ եմ տալիս, որոշ դեմքեր եմ պատռում, բայց դա այդպես է։ Որովհետև այս
քայլերից հետո այդ մարդիկ որ տենց բաներ ասեցին եւ այդ կոկորտիլոսի արցունքները թափելով, այդ վերլուծությունները անելով, իրանք ընդհանրապես վաղը, մյուս օրը, այսօր չպիտի լինեն եթերում, հասկանում ես, իրանք չպիտի ունենան հետևորդ, իրանք չպիտի լինեն հարգված մարդիկ այսուհետ, որովհետև երբ որ մտավորականը նման նենգ, նման սրբապիղծ հայտարարություններ է անում, իսկ հետո տեսնելով որ դա այդպես չի, նույն աղի օղոր մարցունքները չի թափում, ասում է այն մարդ, սխալվել եմ, կներեք, տենց չէր, ես մոլորվել էի, մի բան եղել էր, այռուծի կաթ էի խմել, փորս լավ չէր, մի բան ասեր, էդ էլ չեն անում, դե ոնց հետևես այդ մարդկանց։ Դրա համար Էլի այսօր որոշել էի այսօր հակիրճ խոսել, որովհետև այսօր այն օրն է, որ պիտի մտածել, պիտի լռել, պիտի հասկանալ ինչ պիտի անել պետության ու պետականության, օրինապաշտ քաղաքացիության, օրենքի հարգանքի, այդ կարգախոսների մասին պիտի մտորվի, բայց որոշ բաներ իհարկե պիտի ասվի, որովհետև վերջում գործս է այդպեսին, պիտի խոսել։ Ուրեմն վերջին օրերին Ծիծեռնակաբերդ հուշահամալի շուրջ բարձրացած աղմուկը բացահայտեց մի հին, բայց վտանգավոր երևույթ։ Սենսացիայի մոլուսկով ապրող, իրականությունից կտրված մտահոգների ճակերտավոր մի խումբ, որոնք ավելի շուտ պատրաստ են խոճապ տարածել, քան փաստեր ստուգել, եւս մեկ ապացույցն է դրա, որ այդ մարդիկ առանց ամոթի հայտարարում են, թե իբր քանդում են, ոչնչացնում են եւ թուրքերի պատվերն է դա։ Ծանր լուրջ մեղադրանքներ, զրոյական պատասխանատվություն, իսկ իրականությունն այն է, որ իրականացվում էին լայնածավալ վերանորոգման, ամրացման աշխատանքներ ուղղված հուշարձանի պահպանմանը, ջրահեռացմանը, արդյունքում փաստորեն պահպանում էին, այլ ոչ թե քանդում։ Սա պարզապես ընկերներ ինչ որ սխալվելու դեպք չէ, սա վրիպակ չէ, սա գիտակցված մանիպուլյացիա է, որը կատարվել է համապատասխան պատվերներով։ Երբ մարդիկ, ովքեր իրենց ներկայացնում են մտավորական, ազգային արժեքների պահպանող, հիմա կոկորտիլոսի արցունքները աչքերին առաջինն են դառնում այդ արժեքների շուրջ կեղծ լուրեր տարածողը, այստեղ հարցը առաջանում։ Ուր են գնում այս կապող թելերը եւ ում են իրականում նրանք ծառայում, մարիոնետկեն ով է որ խաղացնում է այս մարդկանց։ Հիմա նրանցից ով է ավելի շատ թշնամու պատվերը կատարում։ Տես, հիմա իրական մի հատ պարզ գլխով վերլուծություն են կանում։ Ասում են իշխանությունը քանդում էր Ծիծեռնակաբերդը Էրդողանի համար։ Պարզան վերանորոգումը։ Հիմա ով է ավելի շատ Էրդողանի համար ծառայում, այն մարդիկ, ովքեր այս կեղծ լուրերը տարածում են, թե այն մարդիկ, ովքեր այսօր գնացին ծաղկեպսակ դրեցին, ցեղասպանության մասին խոսեցին, դատապարտեցին, հարգանքի տուր կարեցին, սուսուփուս գնացին։ Ու այն մարդիկ, ովքեր հայհոյում էին Ծիծեռնակաբերդում, ձեր ոտս թե չլինի դուք բան սենց իմ ծնողները ու հայհոյանքներ։ Դուք լրիվ սրբություն չունեք, էլի, լրիվ գնացել է ձերքից այդ բարոյականություն, այդ հայու թասիբը, հայու գենը, բան ինչ եք սիրում այդ բան։ Այդ ամենը գնացե, վերացե, անեացել է ուղղակի։ Ցավոք սրտի։ Ավելին, նույն այդ մտահոգները հմտորեն խաղացին զգացմունքների վրա, կեղծ արցունքներ, դրամատիկ գրառումներ, աղմկահարույց մեղադրանքներ բարձրաձայնելով։ Մի քանի տխրահարճակ լայքեր հավաքելու համար էին երևի դա անում, բայց երբ հաստերը սկսեցին երևալ, երբ պարզ դարձավ, որ խոսքը վերականգնման մասին է, այլ ոչ թե քանդելու, նրանք լռեցին։ Բա այդ նույն աղեօղոր մարցունքներով, այդ հոլիվուդյան նախանձախնդիր դերասանությամբ մտնեիք եթեր, մտնեիք ասեիք, որ սխալվել եք, մոլորվել եք, ստել եք, պատվեր եք կատարեք գրողը տանի, բայց մի բան ասեք։ Դե Լսեմ երևի հարգարժան ռադիոլսողներին, հետո շարունակեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ Ռաֆայել ջան, ինչպե՞ս եք։ Դե ըստ ապրիլ 24-յան մտորումների մեջ։ Դուք ասեք։ Ճիշտն ասած, առաջինը չի սպասում, որ եթեր կմտնեիք այսօր, ստացվի, որ պետք է որ ասեմ, մենք մեր ցավը մենք լուր կտանենք մեր մեջ, կարիք չկա անընդհատ բարձրաձայնենք, որ դա մեր ցավն է եւ իհարկե մարդիկ կլսեն, կանցնեն, բայց մենք ենք մեր ցավի տերը։ Իհարկե։ Երկրորդը, որ շատ շնորհակալություն եմ ուզում ասել այսօրվա երաժշտական ծաղկաբույլի համար,
7-ից նստեցի մեքենան ինձ հաճույքով էի լսում եւ մտածեցի որ սա դեպի գործը պետք է միավորվի շատ հաճելի է ասել այսօր երեկոյան ժամը երբ էր 11-12-ից երկացանքը արդեն փոխեցի բնականաբար ըստ գիշերը չեմ ուշադիր չեմ եղել բայց հենց 7-ից նստեցի մեքենան երբ դպրոց պետք է տանեի ստացի որ այսօրվա օրները երաշտությունը շատ ստեցի մտորել ու չէի սպասում որ գայի իսկ ինչ վերաբերվում է այդ մարդկանց չգիտեմ երբ ենք փոխվելու եւ ես մենակ իրանց չեմ ասում մենք բոլորս երբ ենք փոխելու երբ ենք մեզ փոխելու որպեսզի գոնե առաջ գնանք մի քիչ ինչքան պետք է նույն տեղը տոփենք չենք կարողանում առաջադիմենք նման մարդկանց պատճառով եւ շատերը ունենք մեր մեջ ցավոք սրտի եւ ես դες համաձայն եմ բաներ կա որ չգիտեմ չպետք է լինի թող սա մեր ցավը լինի այսինքն զուրու մունջը մենք մեր ջահերով մեր երկրի մեջ այդքանք հարգենք ամեն ձևով ինչ-որ բայց անընդհատ նույն բան ասել մենք ջենոսայդ ենք տեսել մենք ջենոսայդ արդեն քիչ արդեն փազեցին, քիչ դրականով առաջ եթամ։ Դրա շուրջ խոսենք անպայման դրա շուրջ եք խոսենք։ Շնորհակալ եմ ձեր զանգի համար, ձեզ լավ օրը։ Շնորհակալ եմ Ռաֆայել։ Ես եմ շնորհակալ։ Իդեպ այս վերարժևորելու մասին, դրա մասին նաև անպայման խոսելու ենք, բայց այս հոդվածի վերջնամասը հասնեմ այսօր եթերում եմ ներկայացրել։ Որ այս անամոթությունը բան այս ամեն ինչը մեկտեղ հարցը կրկին մնում է բաց։ Արդյոք այս մարդիկ պատրաստ են նույն հրապարակայնությամբ ընդունել իրենց սխալը, ինչպես որ տարածում էին մեղադրանքները։ Արդյոք պատրաստ են ներողություն խնդրել ոչ միայն պատասխանատու կառույցներից եւ պատկան մարմիններից, այլև շարքային քաղաքացիներից, հասարակությունից, ձեզնից, հարգելի ռադիոլսողներ, ամեն մեկիցդ, որովհետեւ այս խոսույթները, որ տարածվում էր, մանավանդ լոսի, մանավանդ սփյուռքի մեր հայրենակիցները ճնշող մեծամասնությունը ուղիղ ժառանգներն են ցեղասպանության վերապրած։ Ես միշտ եմ ասում, այստեղ եմ ասել, Երևանում եմ ասում, այնպես ինչպես սփյուռքի որոշ գաղթուջախներում նաև Լոս Անջելեսում են վերաբերում ցեղասպանության խնդրին, շատ քիչ տեղեր է։ Ու ամենայն հարգանքով ես լավ իմաստով եմ սա ասում, որովհետև այո, շատերի, այն որ գենետիկ առումով ուղիղ մանավանդ դրսում ապրելով դրոշները այդ օրը բիզնեսը փակ լինի, չաշխատենք, գնանք բողոքի ձայն բարձրացնենք բան։ Իրա դրական եւ բացասական կողմերի մասին է թող տնտեսագետները հաշվեն, որն էր ավելի ճիշտ բիզնեսը այդ օրը բաց բայել թե փակ։ Ես տնտեսագետ չեմ, մաթեմատիկայից շատ հեռու եմ ու իմ ամենաթույլ կողմերից մեկն է, ցավոք սրտի։ Կուզենայի մի քիչ ավելի տնտեսագիտական գիտելիքներ ունենալ, այդ չէ, ես շատ հումանիտար եմ, էլի։ Բայց էմոցիոնալ առումով ես 15 տարի ապրելով, որից 9 տարին Լոս Անջելեսում, 9 տարի ես համակարգել եմ, ովքեր հիմա լսում են գիտեն, հայոց ցեղասպանության միջոցառումները եւ հայկական հերոստատեսություններով հերարցակվող հիշատակի այդ գլխավոր թողարկումը, որ կար, որ բոլորը հավաքում են խոսում, ես գլխավոր սցենարիստն եմ եղել այդ 9 տարի շարունակ դրա արխիվները կան, դրա նյութերը կան, դրա պատումները կան, այսօր էլ որոշ հաղորդումներ, որ հիմա լոսի եթերում գնալու այդ իմ սցենարներն է, ասեմ ավելին, որոշ քաղաքական գործիչներ, տասնյակից ավել, այսինքն ոչ թե որոշ, այլ շատ քաղաքական գործիչներ իմ գրած տեքստերն էին ասում եթերում, որովհետև լինելով այս բնագավառի ջատագովը, բարձրաձայնողը եւ պաշտպանը հայերեն երկու բառ չէին կարողանում կապել։ Էլի ես չեմ դատապարտում, ես չեմ ասում, վայ հայերեն չգիտեք, չէ։ Մարդը դա ծնվել մեծացել այդ ուրիշ թեմա է։ Այդ բարոյա հոգեբանական թեմա է, ես ամեն մեկի խղճին եմ թողնում, դա ես իրավունք չունեմ դա շահարկելու։ Բայց այդ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, որ տանում էինք ու ես դրվագներ էի տեսնում, ապշում էի, թե ոնց կարող է այսքան ամեն մեկը վերմակը իր կողմ տանել։ Այդ պատմել եմ ես եթերում դրա մասին, որ ավանդական կուսակցության ղեկավարները էին գալի, վիճում էին իրար հետ, թե ով առաջինը պիտի խոսի, ով որ հատվածում պիտի լինի, ում քանի րոպե է հատկացված։
Այդ էստրադա մի կողմ եմ դնում, երկի ջերչուհի բան, այդ ուրիշ պատմություն է։ Գործիչները ավանդական, որ պիտի պահպանեն իբր բան, ստի Թոդորոսներ, հոգևոր հայրերը։ Ասում էի բարեկամներ, հարգելիներս, կանգնեք իրար հետ կադրում, կաթողիկ է եկեղեցի, մեծին տան կիլիկյո, ավետարանչական, ուղափառ, հայ առաքելական, ընդեղ էլ ովքեր կան, մնացածները, մի 6-7 հոգի հայրիկները, սուրբ հայրիկները, հա։ Իրար հետ կանգնեք, ձեր աղոթքը մի հատ հայրմերը չեք ասում, մի հայրմերը չէր ձեր բաժինը, ինչ էի կռվում իրար հետ, չէ, ես պիտի խոսեմ ենի, հետո պիտի խոսի ենի, վերջում պիտի խոսի բան եւ այլն։ Ու այդտեղ էի, որ ամեն ինչ པարզ էր դառնում, ասում եմ, սա ուրիշ թեմա է։ Այստեղ հայրենասիրության, պահանջատիրության, փոխհատուցման, դատավճռի, դրա մասին չի խոսքը ընդհանրապես։ Business, power and business, իշխանություն եւ փող։ Էդ է եղե, ամբողջ տեսածս, լսածս ու զգացածս, այդ ամեն ինչի մեջ։ Կամ ջահել մերելի մեր թայ տղեկը բոլորին հարգանք ու պատիվ։ Միջոցառում էին կազմակերպում Հոլիվուդի վրա, այդ երթը տարիներ շարունակ։ Ես Յուտայում ուսանող էի, 15 թիվներ էլ մի քանի ամսից նոր տեղափոխվեցի Յուտայից թռա եկա 15 թվին 100-ամյակին, այդ մեր լավ ընկերները, որ երթ էին անում։ Ու գիտեն, որ նույն բանին մրցում են իրար հետ, վայ էնի հյուպատոսարանի մոտ առանձին ուժ ցույց անում։ Այս երթը առանձին ժողովուրդ անում, Մոնթոբելոյում առանձին ուժ են անում ու մրցում են իրար հետ, թե որտեղ ավելի շատ մարդ կգա, իրար ժամերը նենց էին դնում, իրար խփում էին, որ բա դուք չեք ամաչում։ Էլի թող միասնական լինի, էլի թող բան լինի, բայց այդ ինչի մրցույթ է սա, ցեղասպանության մրցույթ է, հա, ես չեմ հասկանում։ Դրա համար այս 111 տարին էլի իմ ոչ տնտեսագիտական գիտելիքներով հանդերձ, ու մարդկային եւ հումանիտար գիտելիքներով հանդերձ, իմ կարծիքով, որ ասում եմ վերաարժևորել, դա բացարձակ ուրանալու մասին չի։ Ես այսօր եթերում ասեցի, այլ ռադիոյի եթերում եմ ասում, հայոց ցեղասպանություն դրժելը ոչ միայն անհնար է, ոչ միայն չի լինում տենց, չես կարա դրժես, ասես, չէ, ցեղասպանություն չի եղել։ Դա նաև կատարյալ անգրագիտություն է։ Այդ նույնը ոնց որ հիմա դուրս գամ եթերը ասեմ երկիրը երանկյունի է։ Այդ աստիճան ապուշություն է դա, որովհետև դա փաստագրված պատմական փաստ է։ Դա ինչ որ մի պատում չի, որ տատը սա պատմե կամ ավակ ծնողներից։ Դա մի շարք միջազգային գործիչների, դեսպանների, փաստաթղթերի, լուսանկարչական, տեսանկարչական, ձայնագրությունների, տեսագրությունների, արխիվների ու ժապավենների փաստագրում է։ Էլ չեմ ասում ականատեսների վկայության։ Դրա համար ինչ որ մեկը որ ասում է դրժում է, բան, այդ անգրագետ զրույց է, դրա մեջ մտնելն անիմաստ է։ Չի կարող որևէ մեկը ուրանալ հայոց ցեղասպանություն, դա հնարավոր բան չի։ Իսկ ինչ վերաբերում է վերանայել, ես հիմա վերանայելու հարցն եմ, ես ոչ թե ասում եմ, որ չէ ցեղասպանություն չի եղել, այլ ես ասում եմ, օքեյ, մեր պայքարը այս ձևով ուրա բերել այս ձևով պայքարը 111 տարի դրոշնել ենք վառե, զարկենք շուն թուրքին էլ ենք երկե, Արարատի գլխին եռագույն էլ ենք երկե, ինչ ասես, ուրա բերել նրան, որ նախանցյալ տարի ցեղասպանվեցինք, փախանք մեր պատմական եւս մի հատվածից հայրենիքի։ Դրանա բերե։ Վերաարժևորելը նշանակում է, իսկ ինչն ենք մենք սխալ արել։ Իսկ ինչը պիտի լիներ ուրիշ ձև, որ տենց չեղավ, այդ է վերաարժևորելը։ Ու եթե ասում եք, դե դու ասա, ես չունեմ այդ պատասխանը։ Որտեղ եթե ես իմանայի դրա պատասխանը, ռադիոյի տաղավարում չի լինի, կարողա ուրիշ հասցեում նստած լինեի, եթե ես իմանայի։ Ու դա մի հոգու իմանալու բան չի, ես Վանգայի թորը չեմ, որ իմանամ։ Մենակ մի բան գիտեմ, որ ինչ որ արել ենք, սխալ ենք արել, որ չենք հասել ցանկալի արդյունքի, ուրեմն սխալ ենք արել։ Ոչ թե Փաշինյանն է մեղավոր, Սերժն է մեղավոր, Լևոնն է մեղավոր, այդտեղ ով կար, Քոչարյանն է մեղավոր։ Ընդհանուր առմամբ ժողովուրդը հանդուրժել է, չէ՞ այս ամեն ինչը։ Հիմա ասում են մենք խաղալիք ենք եղել որոշ ուժերի ձեռքին։ Ես վստահ եմ, որ եղել ենք, բայց ժողովուրդը հանդուրժել է, չէ՞ դա որ եղել է։ Ովքեր որ խոսել են, աքսորել են, սպանել են, գնդակահարել են, Սիբիր են ուղարկել, հալածել են, օթերը փակել են, տան դիմաց գնդակահարել են, բայց ժողովուրդը չի մասայաբար ընդվզե, ասե, վայ, ես ինչ եք անում։ Սուսու, վայ, 10 հոգու խփին փախան տներով։
Այն մեկին վերասի, մեկը չասեց, ոնց։ Էս մեր հայտնի էս ինչ մարդն էր, մյուսը, այ տենց հա ձևավորվում բռնատիրությունը ու կապ չունի դա Ռուսաստան էր, Օսմանյան կայսրություն էր, խորհրդային միություն էր, չգիտեմ, Պարսկաստան էր, ինչ որ այս էր, ու մորոք որ ապրել ենք, ինչ տիրապետության տակ որ ապրել ենք։ Դրա համար վերանայել հենց դրա մասին է խոսքը։ Գիտնական մարդիկ ոչ թե ծախվեն չար ուժերին, հա, այլ այդ մտավորականները, գիտնականները հավաքվեն եւ որոշեն ինչ քայլեր պիտի ձեռնարկեն լուծումներ տալու համար, որ ճիշտ ուղղությամբ գնանք, որ նույն սխալը չկրկնվի այլևս, թե չէ հա, նույն բադը կրկնենք, տեսնենք ուր ենք հասնելու, ուրա գնալու այդ ամեն ինչը։ Okay, հիմա ծիծեռնակաբերդը ընդհանրապես, էլի վերադառնալով այսօր իմ հոդվածից, ծիծեռնակաբերդը քարերի կույտ չի։ Դա սրբավայր է, դա հիշողություն է, դա արժանապատվություն է, դա ինքնություն է, ու ծիծեռնակաբերդի շուրջ ցանկացած շահարկում, ցանկացած պատում, ցանկացած այս ստի մտի բաները, որ պատմում են, դա պիտի հասարակության պարսավանքի արժանան, այդ մարդիկ պիտի պարսավանքի արժանանան։ Եվ եթե իհարկե ճիշտ հայրենասիրության մոդելը աշխատում է, որովհետև ճիշտ հայրենասիրությունը այդ հաստատ տենց է ու երկմտանք այստեղ չկա։ Հայրենասիրությունը դա ճշմարտությունն է, օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելն է։ Որովհետև կարող ես ապրես շատ գեղեցիկ կյանքով, բայց քո կյանքը օգտակար չլինի։ Հայրենասիրությունը ճշմարիտ, օգտակար ու գեղեցիկ կյանքով ապրելն է, որի բանաձևը կարծում եմ ամեն մեկը իր համար արդեն պիտի կազմի, որովհետև օգտակարը տարբեր ձևով կարող դրսևորվի, հա, մեկը գիտության մեջ կարող է լինել օգտակար, մեկը շինարարության մեջ կարող է լինել, մեկը իրավական համակարգում, մեկը պետականաշինական, որպես կանոն չի լինում մի մարդու մեջ ամփոփված, այդ բնության ուժն է։ Մի մարդու մեջ չի լինում ամփոփված այդ որ ամենը լինի մեջ որ մի հոգին գա եւ լուծի, չէ, դա պիտի տարածվի այդ մի մարդուց որոշակի արժեքներ, մյուս ուժերին եւ հանրությունը սկսի կառուցել իր երկիրը։ Մի բան էլ ոչ մի կերպ չեմ հասկանում։ Այս ասենք նույն ջահերով երթը, նույն որը օքեյ, հարգում եմ ցանկացած ակցիա թողանեն, բայց ինչ է նշանակում քաղաքականացնել դա։ Ես երեք կարծեմ քննարկման ժամանակ ասացի, ասենք եթե ես ուզենայի մասնակցեի, որպես ասենք իմ նախնիների հիշատակը վառ պահելու համար, բայց դա դաշնակները եւ իրանց կծված ուժերը նենց են արել, որ դա դառնում է դաշնակների երթ։ Ես ո՞նց գնամ ընդ կանգնեմ, ասենք։ Ես ուզում եմ, իրոք ինձ հետարքիր, ազուտ ուժն այնց դուր գալիս, հայկական ոգի կա բան, գնանք մասնակցել, բայց դա դառնում է հակաիշխանական անպայման լոզունգներով, չոր մի հատ երթ, որը մեծ հաշվով չես հասկանում, դա հիշատակի տուրք է, թե ինչ որ տեսանք այդ ձեր պայքարը ուր հասցրեց։ Այդ վերադառնալու են Ղարաբաղ ու Արցախի պլակատով, բանով, պոստերով, որ քայլում էիք։ Այդ ինչ էիք ուզում ասել։ Ինչն էր ձեր վերջնական նպատակը այսօրով։ Հասկանում ես, երբ որ մի քանի բան բերում ես, ճխտում ես մի գաղափարի մեջ, որը համազգային է, ուզում ես այդ համազգայինը դարձնել քո սեփականը, որպես կանոն ձախողում ես։ Ես այդ Սփյուռքում եմ ասեմ։ Ես ինչի՞ չեմ համագործակցում էլ որոշ ուժերի հետ Լոս Անջելեսում, որովհետև տեսա, որ դա սեփական մենաշնորհն է այդ գործողությունների համար։ Երբ որ սկսեցի հարցեր տալ, զգացի իրանց է դուր չեկավ։ Որտեվ հարցնում եմ, ասում, բայց ինչի ասենց, այս մի քիչ ոնց որ այդքան էլ տենց չի, հա, շուտ, մի քիչ ազնիվ չի, հա։ Ու նույնն է ստեղ։ Եթե սա ցեղասպանության զոհերի հարգանքի տուրք է, այդտեղ չպիտի լինի որևէ կուսակցություն, որևէ քաղաքական գործիչ ելույթներ ունենա, որևէ նախկին ներկա ապագա որևէ քաղաքական գործչի անուն շահարկվի։ Հասկանում ես։ Այդ որ ասեմ սուտ բան, այդպես բաներն է սուտ։ Նկարել են գցել, ահա տեսեք մեր ընթացքը, ոնց որ իրանց կուսակիցներն են քայլում։
Ես այդտեղ հարյուրավոր մարդկանց կարամ ասեմ, որ որևէ կուսակցության չեն հարում։ Ատում են ներկային էլ նախկին էլ, բայց այդ ակցիա է։ Այդ նույնն է ոնց որ մեկը Յարխուշտայի փառատոն կազմակերպի, Կասկադում օրինակ, գնանք Յարխուշտա պարենք, ասենք տեսեք, մեր ժողովուրդը մեզ հետ, մեզ աջակցում է, տարբեր բաներ են դրանք։ Չհասկացան։ Դրա համար է քանդեցին, իրանց տունն է քանդեցին, վարկաբեկվեցին ուղակի։ Այսօր դաշնակցությունը կամ մնացածը վարկաբեկված կառույց է, որտեղ չի կարա 135 տարի իրոք պետականության ակունքներում գտնվող կառույցը այսօր հայհոյանքի պես բան է հնչում։ Մեկին ասում ես նեղանում է։ Բայց այդ բանի են արժան, ինչի են տենց արել, որովհետև չեն կարողացել ազնիվ եւ արդար բաներ, այսպես բաներ են արել, վարկաբեկվել են։ Լոսի բյուրոն եւ ստեղի բյուրոն իրար հետ չունի, կռված են։ Բա ինչի է կռված, տղեկ, բա խոսացեք, բա եթեր մենք կտրամադրենք, եկեք Արմյուզիկի եթերում նստեք խոսացեք, ինչ սև կատու անցավ ձեր մեջ։ Ինչու տարանջատեցիք։ Որովհետև պաշտպանում են ոմանք երկրորդ նախագահին, Լոսին էլ ժողովուրդը, որ հիմնականում Փաշինյանին է աջակցում, որ ընդեղ վերջնականապես չվարկաբեկվեն, մենք կապ չունենք ստեղի հետ, ոնց կապ չունենք, նույնտեղ ուտում եք, նույնտեղ նյութափոխանակության արգասիկ եք անում, ոնց չէ, ոնց իրար հետ չեք։ Ուղղակի հիմա տենց է ձեր տալի, տենց ենք ներկայանում, որ չվարկաբեկվի, որ Լոսի հայրը չասեն, արա դուք էս ում եք պաշտպան, էս ում հետ եք ճանապարհ ընկնում։ Թե որ մեջը չենք, չգիտեմ ինչա կատարվում։ Ձեր ալիքները որ այսօր ֆինանսավորվում է, ում եք ֆինանսավորում, ում եք բերում հյուր, ինչերից եք խոսում։ Որովհետև որ ստե կռիվ լինի, դուք չեք գալու, չեք եկե կռվել։ Կռվելու է, էլի երաբլուր եք տանելու այդ մարդկանց։ Իսկ դուք ասել եք, արա դե կրեդիտ քարտիցս արա $10,000 քաշեցի ուղարկեցի, արա տեսար, թու, բայց է երաբլուրում 10 հոգի դրել եք, 100 հոգի դրել եք, 1000 հոգի դրել եք։ Այս է ամբողջ ցավը։ Որ հարսանիք եք անում Louis Vuitton թանկ բրենդները, չգիտեմ, դե Hugo Boss ու Armani կոշիկներ եք նկարում Instagram-ներում, բայց այդտեղ մարդիկ ձեր գործունեության արդյունքում տեսեք ինչերի կարան գնան հաստեն։ Ու այդ նույն Louis Vuitton կոշիկները չաքան այդ հրահրող ուժերը, էլի հրահրողների մասն եմ խոսում։ Այդ հրահրող ուժերը չեկան, չկռվեցին։ Չեկան մի հատ ջերմուկը, չեկան։ Ջերմուկ գային կանգնեին ջերմուկում ասեին արա ռմբակոծել են ստից ձևի համար չէին գա որովհետև ամերիկյան կառավարությունը կարողա վատ բաներ ասեր կարողա ասեր իրանք է պաշտոնը կորցնեն իրանց պետքա տակ նստած ենք քաղաքապետարան լինի չգիտեմ սենատ լինի կոնգրես լինի որտեղ է կան այդ եմ տեսել 15 տարի այդ եմ տեսել տենց մի ասա տենց այդ եմ տեսել այդ եմ ասում Հետո հрьяաների հետ համեմատվում են, հрьяաները չգիտեմ ինչեր են անում։ Այն պետքարտուղարները Իսրայելից դուրս չեկան։ Մի հատ մի բան գմփում էր, մի հատ ռումբ էր պայթում, պետքարտուղարը գալիս էր ասում I am here not as a բան ինչ է անունը press secretary. I'm here as a Jew. Որպես հрья եմ ստեղ, ոչ թե որպես պետքարտուղար։ Այդքան բարձրաստիճան պաշտոնյաներ ով եկավ մի հատ մի բան արեց։ Ձևի համար գային Սյունիքում կանգնեն։ Ֆրանսիացիներին համոզում ենք, ասում ենք եկեք հյուպատոսարան բացեք Սյունիքում։ Մեր պետական այրերի քաղաքապետերը, սենատորները, կոնգրեսականները, ովքեր որ կային, մի հատ չեն եկել։ Բայց ֆրանսիացուն ասում եք, «Էս Մակրոնը խաղեր ա տալի, չեկան, չբացեցին»։ Ինչի՞ պիտի գան։ Ճիշտ է, եկել են, փառք ու պատիվ, լավ են արել, մեղսի բոքու։ Բայց ստից բաները մենք շատ քանդեցինք մեր տունը։ Դե Թումանյանն է Իսահակյանի նամակի մեջ է ասում, ինչ ասեմ, մենք ներսից ու դրսից քանդել ենք մեր երկիրը։ Այսօր Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է ու այսօրվա խորհրդի եւ падգամի դասերի մասին արդեն շատ է խոսվել, բայց ես վաղուց եկել եմ եզրակացության, որ այսօրը լռության եւ խորելու օր պիտի լինի։ Ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը մեզ պարտադրում է ոչ թե խոսել, այլ խորապես զգալ, հասկանալ եւ արժեվորել հիշողության ուժը, պատմական հիշողության։ Այն ապրում է մեր մեջ, մեր ինքնության մեջ, մեր լուր հայացքներում անգամ Հետևաբար այսօրը ավելի շատ խորելու, քան խոսելու օր է, խորելու անցյալի մասին, մեր կորստի մասին, բայց նաև մեր տոկունության, մեր վերածննդի, մեր արժանապատվության մասին,
Մենք հիշում ենք ոչ թե միայն զոհերին, այլ նրանց կիսատ մնացած երազները, ինչպիսին կլիներ մեր ներկան, եթե չլիներ հայոց ցեղասպանությունը, ինչպիսին կլիներ մեր ազգը, եթե չլիներ ոչրագործությունը։ Ես այնց պատահական հարց չի։ Ցեղասպանության զոհ են գնացել առաջին հերթին ազնիվ մտավորականները։ Այսօրվա մտավորականներին ինչի եմ հայհոյում, որովհետև ցեղասպանության ժամանակ ազնիվ մտավորականներին սպանեցին, սորտը պրծավ, գենը կանխեցին։ Այդ ազնվաբարո մտավորականները պիտի բազմանային 1000 երեխա ունենային, որ մենք էլ այսօրը չընկնեինք։ Էլիտան այդպես պիտի ձևավորվեր, բայց ցեղասպանությունը աղետը հենց այդտեղ է, որ կտրում են, գլխատում են էլիտային։ Այն մարդիկ, ովքեր պիտի ուղղորդեն մարդկանց, ովքեր պիտի ճիշտ բաներ տան, ոչ թե ասեն հրաժարական տու մի հատ արյունար բու բերեն, հետո ասեն մեդալս հետ եմ տալի, տենց մտավորականներ չեն եղել։ Ոչ Սիամանթոն, ոչ Ռուբեն Սևակը, ոչ Դանիել Վարուժանը, ոչ մնաց տենց չեն եղել։ Չեն ասել գնան կռվենք, բան, հետո տան սպանեն, դու մեռնես էթաս, երաբլուրը լծվի։ Հետո ասեն վայ, հայա թափվեց։ Տենց մտավորականներ չեն եղել։ 101 տարի էլ ապրեն։ Ռուբեն Սևակը ընդհանրապես քանի տարեկան էր, տվին սպանին։ Դանիել Վարուժանը ինչ էր տեսել, բայց կարճ տարիքում տեսեք ինչեր են արել, որ այսօր 70-80 տարեկան մտավորական կոչվածները աղիողոր մարցունքները աչքերին սուտ բաներ են տարածում։ Դրա մեջ է ոչրագո, դրա համար եթե նախ ինչի ենք ապրիլի 24-ին մենք նշում։ Ինչի ապրիլի 24-ը, դե հենց ապրիլի 1915 թվականի ապրիլի 24-ին այդ մտավորականներին հավաքեցին եւ տարան Հայդար Փաշայի նավամատույցը Ստամբուլում, այն վաղ պոլիսը, Կոստանդնապոլիս ու աքսորեցին ու ճանապարհին սպանեցին։ Այդ օրվա ուժը կա։ Ինչի որ մի օրվա բան չի դա։ Դա ու արդյունքում եթե այդ մարդիկ լինեին, ինչպիսին կլիներ մեր հայրենիքը, մեր պետականությունը, մեր պետությունը։ Վերջապես մենք ունենանք պետություն, որտեղ մեր ղեկավարը հայերեն խոսալ կիմանա։ Թե էլի պիտի կամ ռուսերեն խոսան կամ ադրբեջաներեն ակցենտով։ Հենց այդ է ամբողջ խնդիրը։ Որտեղ են ծառայել մեր ղեկավարները, ինչ ուժերի մեջ են ծառայել մեր ղեկավարները։ Առնվազն 2 ղեկավար ողջ կյանքը երազել է այնքան պաշտոնը բարձրանա, մինչև Բաքու հասնի, որտեղ Բաքվի պասպորտ են ունեցել եւ Բաքվի խորհրդային միության տարածքում են ապրել Ադրբեջան պետության մեջ։ Երազում էին պաշտոն բարձրացնելու մասին։ Այդ վիդեոն կա Ալիև հերը, ասում է, անուն էլ չեմ ուզում տամ, կռվի մեջ չընկնեմ, բայց հասկանում եք ու մաս, ասում է, «Էտդ մոյ», ասում է, «Էսի իմն է»։ Այդ վիդեոն կա։ Բայց եթե դուք նստում ելնում եք, բայց ժողովրդին ինչի տարաք այդպես կռիվների մեջ գցեցիք։ Երկիրը պիտի ունենա այս հողից ծնված, այս հողից սերված հայերեն խոսացող, նորմալ խոսացող, այս ցավերը ապրող մարդ։ Այս երկրի շահերի համար վիզ դնող, ինչպես ասում են։ Ոչ թե անդադար դրսից եկած ուրիշ ուժերից այս վերջապես այս կայսրական ախորժակը պիտի կասեցվի, թե չէ։ Ես հասկանում եմ պատմությունը, եթե ժամանակաձևը չունի, էլի վերադառնում եմ հոդվածից այսօրվա։ Չունի, եթե չկա, ինչ կա էտա։ Բայց խորհել 21-րդ դարում նստելով կարող ենք խորհել։ Բայց ցեղասպանություն վերապրած ազգը դարերով պետականություն չունեցող եւ պետության ձգտող ազգը այսպիսի պետություն կկառուցեր։ Գուցե ես հաճախ ամեն ինչ իդեալականացնում եմ, պերֆեկցիոնիզմը։ Բայց ես համոզված եմ, որ սեփական, պատմական հայրենիքի տարածքում ցեղասպանության ենթարկված ազգը այսպիսի պետություն չպիտի ունենար։ Այնպիսի արժե համակարգով, այնպիսի պետության ու պետականության պիտի ձգտեր, այնպիսի կրթության, գաղափարախոսության, բոլոր ուղղությունների մասը, այնպիսին, որ ոչ միայն չհանդուրժեր ցեղասպանություն, այլ նաև բռներ այդ աղետալի ձեռքը, կտրեր այդ աղետալի ձեռքը ու դատապարտեր։ Ոչ թե մեղավորի հովանավորչությամբ 100 տարի անց պատմական հայրենիքի մեկ այլ անկյունում կրկին ցեղասպանվեր ու փախներ հայրական տնից
արցունքները աչքերին ու գայնց թե հեղափոխություն ուզենային անեին։ Շատ տարբեր բաներ է։ Եվ վերջում ու այսօր շատ չեմ խոսալու, վերջը ասում եմ հոգեպես եւ նյարդապես որ վատ վիճակի մեջ եմ, հասկանալի պատճառներով։ Եվ վերջում պատմություն կարդացեք, մի քիչ իրական պատմություն, փաստավավերագրեր, ոչ թե ստի վերլուծաբաների խմբագրած բաները, իսկական պատմություն, միջազգային տարբեր ատյաններով ստուգված, ու տեսեք ինչ էր ասում։ Ցեղասպանությունից 3-4 տարի անց մերոնք երթվում էին, որ Ստամբուլը վերածելու են Արյան ծովի։ Հետո կորցրեցին Արևմտյան Հայաստանը։ Դրանից հետո էլի մեր մտավորականների երգերով ոգևորված, որոշ հայրերի հովանավորչությամբ միջազգային հանրությունից պահանջում էինք, որ միացյալ մեծ Հայաստան մեզ պիտի տան, քիչ է ինչ որ տվել են։ Արդյունքում կորցրեցինք Արևելյան Հայաստանի զգալի մասերը, այդ թվում մեր սրբության, մեր ազգի խորհրդանիշը, Արարատ լեռը։ Հետո փոխանակ պետություն ու պետականություն սարքեինք, մեր տան պարիսպները սարքեցինք, ամեն մեկը իր անդուր ճաշակով, դղյակներ սարքեց փշալարերով ու շներով, գելերով, իսկ սահմանները թողեց կանսերվի բանկեքով, այդ պատերի մեջից երթվում էինք, որ Բաքվում չայ ենք խմելու։ Ու խմեցին։ Բաքվում խմեցին չայ։ Բաքվի բանտերում։ Ես էլ բան չեմ ասում, մտածեք այս ուղղությամբ, ես գնում եմ, իսկ եթերը շարունակում է ըստ ոճի, հա, առանց այսօր, առանց երկու բարի, առանց բանի մեր երկացանկը, այսքանը։